Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, իսկ հասարակությունն առանց տնտեսության մասին մտածելու ապրել ուղղակի չի կարող, հետեւաբար մենք այսօր զրուցելու ենք տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, տվյալ.com կազմակերպության ղեկավար Աղասիթ Հավեդյանի հետ բարև ձեզ։ Պարոն Թավադյան, վիճակագրական կոմիտեն հրապարակեց առաջին եռամսյակի 25 թվականի տնտեսական տվյալների ցուցանիշները, որոնք այսպես բուրըն քննարկման առարկա դարձան, մասնավորապես, որովհետև ըստ այդ տվյալների արդյունաբերությունը նվազել է 30%-ով, արտաքին առևտուրը 70%, էլի ցուցանիշներ կան, որոնց մասին կխոսենք, նախ ինչով է դա պայմանավորված, այս անկումը։ Այս անկումը արդեն կոնկրետ ես 24 թվականի կեսից սպասում եմ, որտեղ 24 թվականի կեսից արդեն որոշակի փոփոխություններ տեղ ունեցան մեր արտաքին առևտրի մեջ, որոնք նախագուշացում էին սրա մասին։ Պետք է առաջին հերթին հասկանալ սա ինչով է պայմանավորված, որտեղ կարող է ռադիոլսողը լսի 63% անկում, 70% անկում, լավ չզգա դա իրանից ինչ է ներկայացնում, բայց պետք է հասկանալ, եթե ինչ-որ մի բան 50%-ով կրճատվում է, դա նշանակում է, որ 2 անգամ պակասել է։ Առավել եւս, եթե ինչ-որ մի բան 66%-ով անկում է ապրում, դա նշանակում է 3 անգամ պակասել է։ Այսինքն առաջին 3 ամիսների կտրվածքով համեմատած 24 թվականի առաջին 3 ամիսների հետ մեր արտահանումը գրեթե 3 անգամ կրճատվել է, արդյունաբերությունը էլի ահագին կրճատվել է եւ պիտի հասկանալ սրա պատճառն ինչ է։ Ուրեմն առաջին հերթին հասկանանք արտահանումը, որտեղ սա նախա նշում է ամեն ինչ։ Մեր արտահանումը 2021 թվին 3 միլիարդ դոլար էր։ 24 թվի արտահանումը փակեցինք 13.1 միլիարդ, այսինքն գրեթե 4.5 անգամ աճ 2-3 տարիների ընթացքում եւ առաջին հայացքից ահավոր աճ, այսպիսի զարգանալ է, բայց պիտի հասկանալ, որ սրա հիմնական պատճառը Հայաստանի Հանրապետությունի ներքին ուժը չի եղել, արտաքին գործոններ են եղել, որոնք ուռճացրել են մեր արտահանումը, որոնցից հիմնականը եղել է վերաարտահանումը, եւ վերաարտահանումը եղել է երկու ճանապարհով։ Առաջին հերթին դեպի Ռուսաստանի Դաշնությամբ Հայաստանի Հանրապետությունը վերաարտահանել է տեխնիկա, հեռախոսներ, հիմնականում ավտոմեքենաներ, դրա համար ենք մենք տեսնում, օրինակ Mobile Center-ը արդեն երկրորդ առաջին նույնիսկ հորիզոնականում է որպես ամենախոշոր հարկատու, ինչի համար, որտեղ ստեղ հեռախոսներ բերում է, վերաարտանում է Ռուսաստանի Դաշնությունը։ Նույն ձև պահի տակ 2023 թվականի մինչև կեսերը ավտոների վերաարտանումով ենք մենք զբաղված եւ երկրորդ ուղղությունը, որը հիմնականում ազդել է վերջին աճին, ուռճացմանը մեր արտահանման եւ այս պահին այս հստակ անկմանը հսկայական, դա եղել է ոսկու վերաարտանումը, որ Ռուսաստանի Դաշնությունից եկել է Հայաստանի Հանրապետություն եւ գնացել է դեպի Էմիրություններ եւ մեծ Չինաստան։ Եվ մեր հաշվարկով 2000 մի քանի ամիսների ընթացքում ընդհանուր մինչև 90% Ռուսաստանի արտահանման ոսկու անցել Հայաստանի Հանրապետությունը, որը բավականին մեծ հարցեր առաջանում, ինչու հենց Հայաստանի Հանրապետությունով անցել, ինչի վճարա դա եղել այլ պետություններին։ Սրա հարցի պատասխանները պիտի ժամանակի ընթացքում բարձվեն։ Ուրեմն հաջորդը։ Գիտեք, բայց վատ է, որ Հայաստանի միջոցով է եղել։ Ըստ էության երկիրը դրան շահում։ Այո, շահել է, բայց դա ուռճացրել է ցուցանիշները եւ այսպես ասած այնպիսի պատկեր է նկարել, որ իրականությանը չի համապատասխանում, որովհետեւ մենք դրա նախադեպը ունենք, չէ՞, պարոն Թավադյան, կհիշեք, ռուս-թուրքական հարաբերությունները երբ լարվեցին, մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Հայաստանը լոլիկի արտադրության ոլորտում ցած մոնստրի է վերածվել ու տենց մեկ էլ հանկարծ մենք հազարավոր տոննաներով սկսեցինք լոլիկ արտահանել, ու հասկանալի է, որ դա թուրքական լոլիկներ, որը Վրաստանով գալիս մտնում էր Հայաստան, Հայաստանում մաքսային ձևակերպումները փոխվում էին, գնում էր Թուրքիա։ Ուրեմն իհարկե Հայաստանը սրանից շահել է, բայց պիտի հասկանանք ընդհանուր ինչ է եղել ու ավելի խորը, որովհետև ընդհանուր առմամբ խոսում է ընդհանուր ցուցանիշների մասին, առանց հասկանալու այդ ցուցանիշների մեջ ինչ է թաքնված, առանց խորանալու այդպես առաջնային ցուցանիշից, որովհետև օրինակի համար 2024 թվականին մեր արտահանումը աճել է մոտ 53%-ով, 8 միլիարդից 23 թվականից դարձել է 13.1 միլիարդ։ Շատ լավ է այնպիսի թիվ է, որով կարելի է հպարտանալ, բայց եթե խորանում ես, հասկանում ես, որ այդտեղ որոշակի փուչիկ է թաքնված,
վտանգ է թաքնված, որտեղ որ արդեն ի հայտ է եկել 25 թվականի առաջին 33 երամսյակների ընթացքում, որի մասին բոլորը խոսում են։ Ինչի մասին եմ ես, այդ 13.1 միլիարդը, որ նշեցի, ընդհանուր արտահանման դրա 63%-ը, նորից կրկնեմ այդ թիվը 63%-ը, գրեթե 2/3-ը եղել է ոսկու եւ ադամանդի վերաարտահանումը Ռուսաստանից դեպի այլ պետություններ։ Ընդհանուր դա ուռճացրել է մեր արտահանման ցուցանիշը, բայց պետք է հաշվի առնենք, որ 24 թվականին հիմնական արտադրությունները մեր ավանդական հիմնական ուղղություններով պակասել են։ Այսինքն դեպի Ռուսաստան մեր արտահանումը 24 թվականին անկում է ապրել 10%-ով, դեպի ԵԱՏՄ արտահանումը անկում է ապրել 14%-ով։ Եվ այս ոսկու վերաարտահանումը ճիշտ է գումար է բերել բավականին մեծ քանակությամբ Հայաստանի Հանրապետություն եւ այդ գումարի բավականին շատ խնդիրներ է լուծել, սակայն այդ ամեն ինչի մեջ չի երևացել, որ արդեն անգամ նախանշաններ կան եւ արդեն իսկ այս ոսկու վերաարտահանում արդեն իսկ չկա, դա երևում է, որ արդեն իսկ կրճատվում է, որովհետեւ պիկային կետը, ինչու եմ ես ասում, սկզբում նշեցի, որ եթե ուշադիր լինենք, ես արդեն 9 ամիս սրա մասին խոսում եմ եւ նախանշում եմ ինտերեսին առնես առաջ, որ անկում է լինելու մեր արտահանում, որովհետեւ դեռևս մայիսին ոսկու վերաարտահանման կրճատում կար զգալի տարբեր հանգամանքներից ելնելով եւ արդեն տեսնում ենք, որ ոսկու վերաարտահանումը չկա եւ լույս աշխարհը այս ամեն ինչը դուրս գալիս, նաեւ տեսնում ենք, որ այլ ապրանքների արտահանման կրճատման հաշվին էլ նաեւ սանդրադառնում։ Նաեւ նշեմ, որ սա ոչ միայն արտահանման վրա էր աճում, ուռճացնելով այն նաեւ տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ հնայի ցուցանիշը։ Դուք նշեցիք արդյունաբերության անկման մասին, սա էլ է դրանց այս ամեն ինչով պայմանավորված իրականում։ Բայց արդյունաբերության մասին հեսա խոսենք, պարոն Թավադյան, բայց տեսեք, դուք նշեցիք, որ արտահանումը դեպի Ռուսաստան 10%-ով կրճատվել է։ Ճիշտ։ Չեք կարծում, որ դա օբյեկտիվ պատճառ ունի, այն պարզ պատճառն է, որ Ռուսաստանում անկեղծ խոսենք, հա, հիմա Ռուսաստանը խորը տնտեսական ճգնաժամի պայմաններում է ապրում։ Եթե անկեղծ լինենք, երևի դուք էլ ունեք ընկերներ, ծանոթներ, բարեկամներ, որոնք այդտեղ բիզնեսով են զբաղվում, եւ այդ մարդիկ բառացիորեն լացում են, ասում են, որովհետեւ Ռուսաստանում, Ռուսաստանի բնակիչները հիմա առնում են միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Փող չկա երկրում եւ հեռանկար չկա։ Այսինքն երբ մարդը չգիտի վաղը ինչ է լինելու, իսկ այնտեղ ոչ ոք չգիտի վաղը ինչ է լինելու, Ուկրաինայում էլ չգիտեն։ Ինքը առնում է մենակեն ինչ որ այսօր իրեն պետք է, որ ինքը սովից չմահանա։ Հետևաբար այն ամեն ինչը, որ կարող է նույնիսկ սովորական թվացող ապրանքը կարող է այսօր թվալ շքեղություն եւ դրանից հրաժարվում են։ Այսինքն Ռուսաստանում էս է իրավիճակը։ Հիմա ինչ անենք։ Ուրեմն Ռուսաստանը այն կողմ դեպի Եվրոմիությունն էլ է մեր արտահանում 14%-ով կրճատվել ավելի շատ, քան դեպի Ռուսաստան։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ցավոք, եւ Ռուսաստանի վրա բավական մեծ քանակությամբ պատժամիջոցներ կիրառվեցին, աճեց վերաարտահանումը Ռուսաստանից դեպի Հայաստանից դեպի Ռուսաստան։ Մեր արտահանումը 1 տարվա ընթացքում դեպի Ռուսաստան դաշտություն 3 անգամ աճեց, ինչի համար, որտեղ այնտեղ այլ ապրանքներ, այլ պետություններից չէին գալիս, ստիպված Հայաստանով վերաարտահանվում էին։ Հիմա այդ վերաարտահանումն էլ է կրճատվում, այսինքն սա ոչ միայն ձեր ասացի նախանշան կարող է լինել, որը այլ նաև այլ բաների նախանշան օրինակի համար, որ այլ առընտրանքային ճանապարհներ կարող է գտնված լինեն կամ դեպի Ռուսաստան ապրանքների փոխեղափոխման ժամանակա ընթացքում կամ Հայաստանը կորցրել է այդ մրցունակությունը որոշակիորեն, այսինքն ճիշտ է Ռուսաստանով, բայց պետք չի մեղքը մենակ իրանց վրա կամ պատասխանատվությունը։ Չէ, ես մեղ չեմ գցում։ Այստեղ այդ խնդիրն էլ կա։ Հիմնականում դա պիտի հաշվի առնել, որովհետև որոշակի տենդենց կա, որ մենակ դրականն են ցույց տալիս առանց իրական պատկերը հասկանալու, դա խնդիր է, եւ դա այդ 24 թվականի այդ որ ճիշտ է, մենք ունեցանք 5.9% տնտեսական աճ, ճիշտ է մեր արտահանումը աճեց 50
53%, 53%, բայց առանց խորանալու այդ տվյալների մեջ, թե դա երկարաժամկետ կտրվածքով մենք կարող ենք ապահովել այդ հիմնական աճի, ինչի հաշվին է գալու, դա 54%-ով աճել ենք, ինչ-որ մեկին հետաքրքիր չէ, այդ աճի հիմնականում ինչի հաշվին է ապահովել, երկարաժամկետ կտրվածքով կարող է ապահովել, թե չէ, այսպիսի խնդիրներ իհարկե առկա են։ Արդյունաբերության ծավալների անկում, ինչի հետ է դա պայմանավորված։ Տեսեք, էլի նույն խնդիրն է, որովհետև արդյունաբերությունը մինչև 2023 թվականի հոկտեմբերը գրեթե զրոյական աճ էր արձանագրում Հայաստանի Հանրապետությունում, երբ որ ոսկու վերարտանումը սկսվեց ինդուստրիալ տեմպերով Հայաստանի Հանրապետությունից, դա սկսվեց 2023 թվականի նոյեմբերից, զգալի աճ արձանագրվեց հենց արդյունաբերության ոլորտում, բայց հենց որ արդյունաբերության ցուցանիշը բացում էինք ըստ առանձին արդյունաբերության ճյուղերի, թե որն է ապահովում արդյունաբերությունը, ապա մինչև 2024 թվականի մայիսը, եթե չեմ սխալվում, արդյունաբերության աճի 95%-ը, ասենց հանկարծակի սկսում էր ապահովել ոսկու ճյուղը։ Այսինքն մենք ունենք ոսկու վերարտանման արդյունաբերություն։ Հետո 24 թվականի մայիսից վիճակագրական կոմիտեն որոշակի աճպարարություն արեց եւ այս հոդվածը սկսվեց գրանցվել ոչ թե ոսկու մեջ, այլ հիմնական մետաղների արդյունաբերության մեջ եւ հիմնական մետաղների արդյունաբերությունը արդեն սկսեց ապահովել մեր արդյունաբերության 80-90% աճի եւ ընդհանուր նրան հասավ, դուք ասում եք, որ հիմա 30%-ով անկել է արդյունաբերությունը, բայց 5 ամիս առաջ, շատ հետ չեն գնում, 5 ամիս առաջ այդ ցուցանիշը 17% աճ էր արձանագրում 24 թվականի հոկտեմբերին եւ ինձ զանգահարում էին մեր գործընկերներ, ասում էին բավականին մեծ արդյունաբերական աճ ունեք, ավելի շատ է, քան Ռուսաստանն, եվրոպական երկրների 17% արդյունաբերական աճ։ Ես ասում եմ դա կարճաժամկետ է եւ հիմնականում սրանով, որովհետեւ 2 ամսում դա կրճատվեց եւ 2024 թվականի արդյունաբերական աճը փակվեց 4.7%-ով եւ արդեն տեսնում ենք, որ արդյունաբերական աճը ընկնում է -30% անկում է արձանագրել, որովհետեւ չկա այդ հիմնական շարժիչը ոսկու վերարտանման տեսանկյունից, որը կարող է գրանցվել որպես արդյունաբերական աճ։ Դուք ասացիք, որ տնտեսական այն անկումը, որ մենք գրանցել ենք, ընդ որում փուչիկի հիման վրա եղած կամ փուչիկի ֆոնին եղած, ինքը վտանգավոր է։ Բյուջեի համար վտանգավոր է, որովհետև ինչի է մեզ հարցը տալիս, տեսեք, չեմ կարծում, թե ասենք 25 թվականի պետական բյուջեն կազմելիս հիմնումը եղել է 21 թվականի ցուցանիշների վրա կամ 22-ի առնվազն։ Բնականաբար հիմնվել են 24 թվականի, այսինքն այդտեղ ռիսկ կա։ Դե ամեն ցուցանիշի մեջ ռիսկ կա, սակայն ֆինանսների նախարարությունում խելամիտ մարդիկ են աշխատում, իրանք հստակ հաշվարկում են բոլոր ռիսկերը, ճիշտ է, քաղաքապես որոշակի նպատակ կարող է իրենց առաջ դրված լինի, որը իր մեջ էլի նույնպես ռիսկեր է պարունակում, սակայն իրանք այդ ամեն ինչը հաշվարկում են պետական պարտքի ավելացման տեսանկյունից, պահոստային ֆոնդի ավելացման տեսանկյունից, իհարկե կարող է այնպիսի ռիսկ լինել, որ ասենք որոշակի սև կարապ մեր վրա իջնի, այսինքն լրիվ անսպասելի ինչ-որ պատկեր համաշխարհային ճգնաժամ, որ լիովին անդազահանանի տնտեսությունը, պանդեմիա, այո, այդպես տիպի բան իհարկե հավանական է, սակայն իհարկե խնդիրներ կան տնտեսությունում, որը անվիճելի է, սակայն ես չեմ տեսնում, որ սա բերի, որ 24-25 թվականին մեծ տագնապներ լինեն, եթե իհարկե համաշխարհային ինչ-որ մեծ բան չլինի։ Այսինքն տնտեսական ապոկալիպսիսի մասին են պնդումները, որ երբեմն արվում են քաղաքական որոշ շրջանակների կողմից, մեղմ ասած չափազանցություն։ Տեսեք, ռիսկ կա, բնականաբար միշտ կա։ Թե ես փորձում եմ իմ խոսակցությունների եւ իմ վերլուծությունների մեջ օբյեկտիվ լինել եւ իհարկե եւ ընդդիմությունը եւ մեր կառավարությունը իրենց պնդումների մեջ սխալներ անում է եւ ուռճացնում է երկու կողմն էլ, սակայն իրավիճակը ավելի օբյեկտիվորեն ավելի հանգիստ է
Իհարկե խնդիրներ կան, իհարկե երկու կողմից էլ իրավիճակը չի ներկայացնում ինչպես օբյեկտիվ իրականությունն է, սակայն նորից կրկնեմ, եթե դրսից տենց սև կարապ մեր վրա ճիշտ է, այսպես ասած, նորմալ կտանենք այս տարին։ Տեսեք, կա երկու ճյուղ, որտեղ մենք ունենք անկման ցուցանիշ, դա արդյունաբերությունն է եւ գյուղատնտեսությունը մասնավորապես։ Այո։ Երկուսն էլ ռազմավարական նշանակություն ունեն։ Արդյունաբերությունը բարձր չբացատրեմ, գյուղատնտեսությունը, որտեղ ներքին բարենային ավանդակության խնդիր լուծող միակ ըստ էության ոլորտն է։ Հիմա ինչ գործիքակազմեր կան, որ պետք է կիրառվեն այս երկու ոլորտները այդ փոսից հանելու համար, որոնք միգուցե կարող է եւ չեն օգտագործվում։ Ուրեմն գյուղատնտեսության մասին առանձին խոսեմ, գյուղատնտեսությունը մի քիչ ցավալի վիճակում է Հայաստանի Հանրապետությունում, որովհետև ճիշտ է 2018 թվականից այս կողմ մոտ 35-40% կումուլյատիվ տնտեսական աճ ենք գրանցել։ Ոլորտներ կան, որոնք 2-2.5 անգամ աճել են, օրինակի համար ՏՏ ոլորտը, բանկային ոլորտը, հիմնական ոլորտները այնտեղ էլի միջինը 35% աճ են։ Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որ 24 թվականին եթե նայենք, այնտեղ մի 18% մոտավորապես անկում ապրել էս մի քանի տարիներ 2018 թվականից այս կողմ, այսինքն հստակ խնդիրները շատ են այդ ոլորտում եւ այդ ոլորտը չի զարգանում։ Իդեպ նկատենք, որ այդ ոլորտը ընդգծված սկսեց անկում ունենալ այն ժամանակ, երբ միացվեց էկոնոմիկայի նախարարությանը։ Այո։ Դա պատահականությունն է, զուգադիպություններ, թե օրինաչափություն է։ Տեսեք, արդյունաբերության մեջ էլ տեսեք շատ բաներ կարող են լավ մտահաղացումով արվեն, բայց անսպասելի հետևանքների բերեն։ Օրինակի համար ես կողմ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում հումքի արտահանումը որոշակի, ասենք, մաքս դրվի վրան, հիմա դա արվում է, բայց դա բերեց նրան, օրինակի համար, որ 21 թվականից այս կողմ մեր արտահանումը հումքի չի աճել։ Մինչև 21 թիվ բավականին մեծ աճ ենք արձանագրել, 21-ից այս կողմ գրեթե չի աճել։ Իսկ այստեղ կարող է որոշակի բաներ բարի նպատակով արվեն, բայց անսպասելի հետևանքներ բերվեն, դա պիտի հաշվի առնել։ Բայց ընդհանուր առմամբ ուզում եմ ընդհանուր տնտեսությունից խոսամ, որովհետև մեր ժամանակը կարճ է եւ պետք է հասկանալ տնտեսության հիմնական խնդիրները որոնք են, որովհետև շատ խնդիրներ կան, որոնք անկախ կառավարության փոփոխությունից sense իներցիայով գալիս են եւ նույնն են մնում։ Այդ խնդիրներից մեկը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում շեշտը դնվում է բանկային համակարգի վրա։ Այսինքն թե մեր ընդհանուր տնտեսական քաղաքականությունը բանկային զարգացումն է։ Մենք ոչ թե ուզում ենք արդյունաբերության երկիր դառնանք կամ գյուղատնտեսական երկիր դառնանք, այլ բանկային ծառայություններ մատուցող երկիր դառնանք։ Եվ դրան ուղղված է թե կառավարության հարկաբյուջետային քաղաքականություն, թե կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը։ Օրինակի համար թե այդ եկամուտների հետ վերադարձը, թե անհասանելի վարկառումների ներումը, դրանք հիմնականում ուղղված էին կենտրոնական, կներեք, բանկային համակարգի զարգացման, ու այլ հիմնական նպատակը դա էր։ Կենտրոնական բանկի Որն կներեք, էլի շատերը պնդում էին, որ մասնավորապես այդ անհույս վարկերի պահով կառավարության որոշումը ինքը անարդար է։ Այն իմաստով, որ մենք ես դուք հարկատուները, որոնք հարկեր են վճարում, պետական բյուջե ըստ էության փակում ենք բանկերում կուտակված պարտքերը, այն դեպքում, երբ վերջին առնվազն 3 տարվա ընթացքում ճիշտ է բանկային համակարգի աշխատողները ասում են չկա այդպիսի հասկացություն բանկային համակարգում գերշահույթ, բայց որպես այդպեսին համենայն դեպս 22 թվականին 3 անգամ անդրադարձերի մեջ ասում են բանկային համակարգը գերշահույթով է աշխատել վերջին 3 տարվա ընթացքում, այսինքն բայց հիմա էլի եւս մեկ բոնուս ստացավ, հա, կառավարությունից։ Եվ դա ասում են դա արդար չի։ Սա կոմպլեքս խնդիր է եւ դժվար է 1-2 հարցով 1-2 րոպեվա ընթացքում պատասխանել, բայց ընդհանուր առմամբ ասեմ, որ կառավարությունը ձեռք չի տալիս այլ մարդկանց ներել, որոնք իրենց պարտաճանաչ գալիս են այս գումարը տալիս են, որովհետև այդ եկամտահարկի հետ վերադարձը բյուջեից է գալու։
Իսկ անհուսալի վարկառուները իրանք չեն աշխատում, հիմնական մասը 80%-ը չեն աշխատում, խնդիրն իրանք հարկային դաշտ բերելն է։ Այսինքն պայման դնել է, որ կգնաս կաշխատես քո եկամտը կմտնես հարկային դաշտ, այդ ժամանակ մենք այո, հարկային հիմնականը այդ է, որ հարկային դաշտ բերելն է այդ մարդկանց, ու խնդիրներից մեկն, այսինքն այնտեղ շատ խնդիրներ կան, ու իդեպ նշեմ, որ թեման շոշափեցինք, որ 220,000 հոգի էր բերվել անհուսալի վարկառու Հայաստանի Հանրապետություն, իրականում թիվը 314,000 է, որտեղ այնտեղ 220,000 հոգին միջև 1 միլիոն շեմ է, եթե շեմ չվերցնենք, մոտ 314-ը թե 340 է, լավ չեմ հիշում թիվը, ստացվում է, որ աշխատավոր բնակչության Հայաստանի Հանրապետության աշխատավոր բնակչության մոտ 15%-ը անհուսալի վարկառու է։ Ահավոր է։ Բայց վերադառնանք բանկային համակարգին։ Ուրեմն կենտրոնական բանկը կարող է երկու քաղաքականություն վարել։ Առաջինը դրամի արժեզրկման քաղաքականությունն է, որի արդյունքում զարգանում է արդյունաբերությունը ու արտահանումը։ Դա մենք չենք անում, որովհետև երևի թե մենք ասիական մեծ պետություն չենք համարում։ Եվ երկրորդ քաղաքականությունը դրամի ամրացման քաղաքականությունն է, որը առաջին հերթին զարգացնում է բանկային համակարգը։ Ու ասեմ, որ նաև կողից զարգացնում է ներմուծումը։ Դա շահավետ է դրսից եկող գումարների համար։ Ու սա մենք անում ու նշեմ, որ Հայաստանի Հանրապետության արժույթը փոխարկելի արժույթների մեջ, եթե չեմ սխալվում, 2021 թվականի ծեսքում ամենաամրացածն է։ Ու սա բավականին շատ խնդիրներ է բերում, օրինակի համար, եթե ես ՏՏ ոլորտի մասնագետ եմ, աշխատանք եմ անում, առաջ նույն գործը անում էի արտասահմանից 21 թվականից ստանում էի $10,000, դա 5 միլիոն դրամ էր, հիմա $10,000 եմ ստանում, դա 4 միլիոն, այսինքն $10,000-ի մեջ 1 միլիոն դրամ կորցրել եմ եւ նույն տրամաբանությամբ ցանկացած արտահանող աշխատում է ու նաև տուրիստական ոլորտը, այսինքն ի վնաս այդ մենք բոլորս խոսում ենք արտադրության զարգացման մասին, ինչ անենք, որ այնտեղ sustainable development լինի, որ ինքներս մեզ ապահովենք, բայց այնպես է համակարգը դրված ու սա ես ասացի, սենց ժամանակի ընթացքում սենց կամաց ինքնաբերաբար եկել է։ Այսինքն բոլոր կառավարությունների ընթացքում սա եղել ինքնաբերաբար եկել է, բանկային համակարգի հիմնական կետն է։ Մենք չենք զարգացնում այդ ու դա բերել է նրան, որ օրինակի համար ինչի են բանկային տոկոսները բավականին բարձր։ Սա ոչ թե նրա համար է արված, որ մեր տնտեսվարողները վարկ վերցնեն եւ ինչ որ գործ տնեն, այլ որ դրսից փող ներգրավենք, որ տեսեք Հայաստանի Հանրապետությունում դուք 10% կարող եք ավան դնել, մյուս տեղերում 5-6% եկեք բերեք Հայաստանի Հանրապետության բանկային համակարգ, մենք լինենք ձեր բանկը։ Բայց դրա հակառակ կողմն էլ կա, չէ՞, եթե ասենք գնան արժեզրկման վրա, դրամի, արդյունահանումը շատ վտանգավոր է մեր համար այս պահին։ Հենց այդ եմ ասում էլի, որտեվ անդադ կոչեր ես լսում եմ, որ գնանք դրամի արժեզրկման վրա, այդ դեպքում կյանքը սարսափելի կթանկանա ներքին սպառողի համար։ Բացի նրանից, որ ներմուծումն է թանկանալու, եթե դրամի, որտեղ sense սա ամեն ինչը, որ մենք խոսում ենք, տենց հեշտ լուծող ճանապարհներ չի, այսինքն հեշտ լուծող խնդիրներ չեն։ Չէ, ամեն մեկը ըստ էության դայմը մենակ միայն իր զանգակատանից, ՏՏ ոլորտի աշխատողները ասում են, մենք դուժում ենք, արժեզրկեք դրամը։ Եթե մենք, տեսեք, մեծ եկամտարկի վերադարձով ապահովեք, չգիտեմ ինչ։ Եթե դրամը արժեզրկվի, դա երկարաժամկետում բերելու է արտադրության եւ զարգացմանը, այլ արտահանման, բայց կարճաժամկետում բերելու է գնաճի ներմուծման թանկացում, բերելու է պետական պարտքի թանկացմանը, իսկ մենք պետական պարտքի արդեն, ասենք, եզրակետին ենք, ավերացման բավականին դա վտանգավոր է, բերելու է դոլարով պայմանավորված մեր միջազգային ցուցանիշների անկմանը, որտեվ եթե դոլարով գնահատենք, մեկ շնչին ընկնող հնանել է իջնելու, այնտեղ հնայի ցուցանիշներն են իջնելու, այսինքն իմիջային որոշակի անկում կարող է դա բերել։ Մի խոսքով, սա այտենց զգույշ է ամեն ինչի վարվել, բայց ընդհանուր առմամբ, եթե որպես դեղատոմս ասեմ, մոտակա ժամանակահատվածներում ինչ կարող են անել թե կենտրոնական բանկը, թե կառավարությունը, որպեսզի ավելի հստակ լինի մեր ապագան, առաջինը կենտրոնական բանկին, ճիշտ է, ես կողմ եմ ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքին, բայց քանի որ այս Տրամպի վարած քաղաքականությունը ու համաշխարհային տարիֆները իրանք
բավականին գնաճ կարող են առաջացնել համաշխարհային, կենտրոնական բանկին ես խորհուրդ կտամ հապաղել հաջորդ նիստերին վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը, որտեվ սա կարող է էլի որոշակի գնաճառ լինի ալիքանի։ Վերջին 1 տարում, եթե չեմ սխալվում, 3 անգամ իջեցվել է, չէ՞։ 3 անգամ չէ։ Այնտեղ 3 անգամ նկատի 3 ավելի շատ է իջեցվել։ Իրանք ամեն անգամ կես չէ 25 իջեցնում են զգուշավորվածությամբ կամաց իջեցնում են, բայց բանը բավականին լավ են աշխատում տղաները, կենտրոնական բանկում գտնվող մասնագետները, բայց ես կզգուշանայի, որովհետև Տրամփի վարած քաղաքականությունը ինքը կարող է խաթարել միջազգային տրանսպորտային ուղիները եւ բերել համաշխարհային բավականին զգալի գնաճի, որը կարող է հավելել նաեւ Հայաստանի Հանրապետության։ Դա առաջին տեղ։ Երկրորդը, ինչ վերաբերում է կառավարությանը, մենք ունենք խնդիրներ, առաջին հերթին բյուջեի հավաքագրման տեսանկյունից, բյուջեի ճեղքվածքի, տնտեսական պարտքի, կառավարության տեսանկյունից ես առաջին հերթին շեշտը կդնեի ոչ թե հավելյալ միջոցների հավաքագրման վերաբերյալ, ոնց բյուջեն ծածկենք, որովհետև եթե գալիս է ծանր ժամանակները, իսկ դրա հոտը որոշակիորեն գալիս է, բայց դա չի նշանակում, որ եթե ընտանիքը որոշակի ծանր ժամանակների միջով կարող է անցնել, դա փլուզվել է։ Ժամանակներ են կանցնի կգնան, բայց այնց որ ծանր ժամանակներ են կարող է, ասենք, հավելյալ ոչ թե մտածես հավելյալ դրամական միջոցների հայտարարման մասին, որ հավելյալ պարտքի բեռը պետական պարտքը կարող է մեծացնել, հավելյալ տոկոսներ դնի վրա, որ հետագայում տոկոսները պակաս, այլ հակառակը ծախսերի կրճատել, որովհետև մենք ունենք հստակ ծախսերի արդյունաբերության խնդիր։ Հայաստանի Հանրապետությունում ծախսերի արդյունաբերությունը բյուջետային ծախսերի հստակ չի չափվում, հստակ մեխանիզմ չկա, որ գիտեք ոնց է արվում։ Զուտ կատարվեց ծախսը, որոշակի չեք մարկը դնում են, որ այն կատարվել է, ու հայտարարում են, որ արդյունավետություն է։ Ու այն է, որ հիմնականում ծախսերի բանը կատարվում են մեծ մասը վերջին եռամսյակում, այսինքն հիմնական առաջին 9 ամիսների ընթացքում այն գրեթե չի ծախսվում, վերջին եռամսյակում պիտի ծախսվի, արագորեն ծախսում են։ Ոնց եղավ, ինչ եղավ։ Հիմա ծախսերի տրամաբանությունը շատ հետաքրքիր ասում է։ Հիմա ես պիտի ասում, ասենք օրինակին վրա գրված է 1000 միավոր ծախս։ Ես պիտի այս 1000 միավորը տամ, որ հաջորդ տարի հանգարց դրանից քիչ չտան։ Այո, առաջին 9 ամիսներում այդ 1000-ից ենթադրենք 40-ն են ծախսում, վերջին 3 ամիսներում 60, որ ծախսվի գնա։ Այդ պիտի հաշվարկվի ծախսերի արդյունաբերությունը, արդյունավետությունը, այո, ծախսերի արդյունավետությունը պիտի ծախսվի, հաշվարկվի։ Նրանք պետք չէ։ Մենք այդ փուլով պիտի անցնենք, որոշակի որ թեթևանանք, որովհետև այդտեղ խնդիրներ կան, այդտեղ որոշակի կոռուպցիայի սխեմաներ կարող են լինել։ Այս հստակ պիտի հաշվարկել ես ամեն ինչ։ Այս երկու կարճաժամկետ, այսպես ասած, դեղատոմս ես կարող եմ առաջարկել, որովհետև նորից ասեմ, փոխարժեքին ձեռք տալը վտանգավոր է այս պարագայում։ Ճիշտ է, ցանկալի կլիներ, որ մեր փոխարժեքը, ասենք, 1 դոլարը լիներ, ենթադրենք 560 դրամ, կամ 460 դրամ, ավելի շուտ կներեք, 460 դրամ, եւ դա ձեռքը տալ մեր արտահանողին, մեր ՏՏ ոլորտին, սակայն դա վտանգավոր է այս պարագայում, հիմա այժմ, որովհետեւ իսկ եթե ոչինչ ոչ քեզ տարբերակով լինի, ասենք 420, գիտեք ոնց է, այստեղ այլ խնդիր կա Հայաստանի Հանրապետությունում, տեսեք, ասենք 420-ի հասնելու տարբեր ճանապարհներ կան, եթե դու որոշել ես ենթադրենք 10 մետր իջնել ներքև, ենթադրենք, դու այդ 10 մետրը կարաս քայլել քարիչներ ժամանակի ընթացքում կարաս միանգամից ընկնես այդ 10 մետրը մահանաս։ Եվ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ հիմնականում երկրորդ դեպքերն են եղել, երբ որ ասենք մենք հիշում ենք 2008 թվականի վերջին, հենց որ 300 էր հանկարծակի թռավ, մենք չընկանք գլխի վրա անկավ մինչև 414 թվականի վերջին 400 եկավ 480, դա էլ ենք հիշում։ Իհարկե այս պահին սրա ռիսկը շատ քիչ է, ես չեմ ուզում խոճապ մտցնել շուկայում, եւ ամենայն հավանականությամբ դոլարի փոխարժեքը նույնն է մնալու։ Սակայն եթե ինչ որ մի բան ուզում ենք անել, դա ոչ թե պիտի հանկարծահաս լինի, այլ ծրագրավորված։ Շատ շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր տնտեսագիտության թեկնածու դոցենտ տվյալ.com կազմակերպության ղեկավար Աղասի Թավադյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։